Ողջույն բոլորին երեխեք ջան, որոշեցի վլոգը սկսեմ այստեղից։ Մենք դուրս ենք եկել, պիտի գնանք առևտրի, ենել խորենը, բացի առևտուրն մի երկու հարցեր ունենք, պիտի լուծենք։ Դավս գնա պապայի ձեռքը բռնի, լավ միայն թե։ Քանի որ մեր տունը լրիվ դատարկություն էր, Տոլիչերյան դատարկություն, մեր սառնանը ուղղակի մերկապարու նման դատարկեր եւ տկլոր։ Մենք որոշեցինք, որ չէ, այսօր մի քիչ պիտի գնումներ անենք, կարողա գնանք այն վերևի Չինար մարքետ կա մի հատ այնտեղ։ Այնտեղ կան վերջի վայրենտ MG, տեսնենք, կախված մի երկու հանգամանքից։ Ես հուսամ մենակ, որ եղանակը չի փչանալու, չէ, խոր։ Մի քիչ զգացնել ա տալիս, որ այսօր ռեպեր սթայլի մեջ ա։ Հա, ինչ որ անպամած ա, կարող ա եւ անձրև գա։ Գիպերակտիվ դավը։ Դավայ, արի։ Խելո քեզ մնում։ Դուն ենք գնում։ Դու ձեռքը։ Արտաշեսի ձեռքը։ Արտաշեսը էլի բացատրական աշխատանքներ ա տանում ախպեր հետ։ Ուտեմ ձեզ։ Էդ ինչ ես անում, Դավ։ Իգրայես։ Էդ ինչ լավ ա խաղում, Դավո։ Մալադեց, մալադեց։ Ասեցի ձեր սիստամի այսօրվա լուքը, վերջապես այս յուբոչկաս հակա, չգիտեմ ինչի, ինչ առել եմ մի անգամ էի հակել, բայց այսօր ասեցի ժամանակն է։ Տեղից փողոցը անցնենք, այդ Չինար մարքետը Սիլաչի մոտով ենք էլի գնում։ Ոսկով գնանք տաքսիով կամ միգուցե Արտաշեսյան գործից հետ գալուց լինի, մեզ էլ մի անգամից տանի։ Դավը որ սրտխառնոցների հակում ունի, եսի այդ տաքսի նստելուց շատ լարվում եմ։ Հələ վազել են նայեք։ Կընկնեք այդտեղա։ Կընկնեք, չէ, չի կարելի ձեռք տալ ոչ, հա, կատվիկերա, գնացեք, գործ ունեք։ Դավիթը տարածքը զննելով գալիս է, այնտեղ շատ բաններ ես հեծա, վաու, այս ինչ սիրուն են, մամա։ Հասնում ենք համարյա, ահա և հասանք երեխեք ջան։ Ուրա, ես հիշում եմ այդտեղ։ Հիշում ես, ես հիշում եք, ես իրան բացմանը եկել էի նկարահանել էի գովազդային հոլովակ, կարծում եմ շատերդ կհիշեք։ Այս անգամ որոշեցի ես հավկիտնից վերցնեմ, շատ վաղուց չենք վերցրել։ Կարմիր պղպղ եմ ման գալիս, չեմ գտնում իմ ուզածը։ Հեսա երև ես վերցնեմ։ Նելու ենք։ Սխտով։ Միտ ֆայն։ Հա։ Օրենին կասայում թողեցինք, իրանք իրանց կինդերները առան դուրս եկան։ Հրապարակ չէ, պապիկը արդեն մեզ ա սպասում, նմա գտնենք որտեղ ա պապիկը։ Ուր ա պապիկը։ Անդեր միտեղ կա, անդեր միտեղ։ Զգացեք իմ մազերը բոկահարված։ Վերցրել ավեջ մեշոկը ու գնում ենք գտնենք պապիկին։ Դավիթ։ Դավիթը չարաճճի է ահա որ։ Վազ վզում է։ Ես։ Հոջան մի բան տայր օգնեք ես։ Մամա էլ։ Երեխեք ջան, մենք արդեն տանն ենք, ասեցի մի հատ արագ գնումները ցույց տամ, նոր փոխվեմ։ Ձեթ ենք վերցրել։ Ձերքերը լվալու այսպիսի հեղուկ 700 քանի դրամ էր, ասեցի մի հատ փորձենք։ Եթե լավ լինի, գնային հարմար է, էլի։ Ապա չի։ Խորիկները թեքնով մեծ են սնում են։ Ականջի չոփիկներ առանց որ իմ կյանքը չեմ պատկերացնում, այսպիսի սոուս եմ վերցրել բարիլայից ու բարիլայի մակարոնել եմ վերցրել, որ համով սարքեմ։ Բայազեցի քյուֆթան եմ այս անգամ վերցրել։ Երեխեքի սիրելի հյութը ուզեցին։ Հապկիտ, երկու հատ, մանավանդ հիմա որ սնդակարգս առողջ եմ պահում, հապկիտները անպակաս են։ Թթված էր, մեր բանջարեղենի խանութից երկու հատ բանան նվիրեցին երեխեքին, չնայած մենք բանան առնում ենք, բայց ասեց էդի կողմից ասեցի, շնորհակալություն։ Գերպուլես երեխեք։ Ու խորենը իր համար վերցրել ասես տարբեր մրգային բաներ։ Դա հիմա այն չեք խանգարում, ես մինչև չնկարեմ, չէ, գնա։ Դու տեղից ինձ ջղայնացրել ես ահագին, ոյ, գերավ կյանքս, մակարոն,
Սպոյնի վերցել եմ իրիս դարոյնքից, այս անգամ։ Ոյ, Արտաշեսն է պանիրը ուզել, կարակը վերջացել էր, ես եմ վերցել կարմիր պղպեղ, սորական այսպիսի պանիր եմ վերցրել, հոտը լավն էր, հոտով եմ էլ ինքն պանիրը, լավաշ, տպավորություն է, որ բանի լավաշ է, դուք ասեք, թոնրի, այս տվորըկ բանան Արտաշեսի համար կսարքեմ, վերցել եմ գրեչկա, ուրեմն առաջ միշտ վերցում եք թանկ ֆիրմաների գրեչկա, հետո հասկացա պլյուս մինուս սաղ նույն բանն է, ու սա շատ ավելի ձեռնտու է, այսքանը 286 գրամ է, թե, հա, խոսքում, ինչի չէ, ոչ, մի քիչ խնայենք, մակարոշկաներ, ադիգուտի, այստեղ վերցել եմ մի քիչ թթու շլոր, սիրտս ուզեց, բանան, խառը կանաչի, հարթում, այստեղ լոլիկ, գիլար և այն մյուս տոպրակ էլ չհանեմ, մատխաշ սխտոր, վարունգ և ելակ։ Այսպիսի ոչ փոքր առևտուր ունեցանք, մի քիչ ավելի մեծ էինք պլանավորում, բայց այսպես ստացվեց երեխեք հետ չի լինում, երկար ման գալ, գնալ, գցել, բռնել, նայել, մի խոսքով ինչ կարողացանք երեխեք հետ արեցինք։ Մյուս անգամ եւ պետք է մենակ գնանք, որ ավելի հանգիստ մեր առևտուրը անենք։ Այստեղ կանաչին լվացի երեխեք որոշել ենք ընտանիքով նստենք հաց ուտենք։ Հաճախ չի ստացվում մեր մոտ այդ անել, որտեղ կամ խորենն աշխատում, կամ էլի ինչ-որ մի բան, բայց հիմա պամիդոր, վարունգով, կանաչիով, չգիտեմ, թարմ սխտորով Են հալած պանիր երեխեքի սիելի ձվածեղ սարքել ենք ու նստենք մի հատ վայելենք, հա Դավիթ։ Ոյ երեխեք ջան։ Իրոք ուր գնում եմ հետ եմ գալիս, նույն արտահայտությունն է միշտ մտքից լինում, որ տնից լավ տեղ չկա, անկեղծ եմ ասում ու այդ այնքան հավես է, որ մարդը տենց մտածի, թե մարդիկ կան իրաց տունը չեն սիրում, բայց ես ուր գնում եմ, վերադառնում եմ սիրով դեպի տուն հալած պանիր։ Որես, ինչ ես անում դա։ Ես չկարում եմ հատ։ Տակ, հա։ Դե ասում եմ լավաշով կերից դու ուզում ես միայն հալած պանիրը ու ձուն բրդուճան ես։ Ուրեմն հալած պանիրը ձվով է բրդուճան ձունել, տաք մատիկն է վառվում է։ Վրա նաբարու կանի։ Դու ինչ կասես, գանձես համով է։ Կոսնինկը։ Всё, приятного аппетита։ Երակրեցի մերոնց ու դուրս եկամ, վաղը գնում եմ ընկերուս տեսակցության, ով որ բալիկի ասպասում իմ ուսանողական տարիների ընկերուհին է, առաջին այդ լուրը ես եմ իմացել ու չգիտեմ, անհամբեր սպասում էի մեր հանդիպման ու անդադ հետաձգվում էր, մի խոսքով եկա երեխայի համար բան արա, տանը ցույց կտամ ձեզ, իր համար էլ ունեմ տես նվեր պատրաստած, էդ էլ հետո ցույց կտամ, մի խոսքով վաղը վերջապես մեր հանդիպումը հուսանք կկայանա այսքան ձգձգվող Մտա մի հատ էլ սիրուն տոպրակարա թեմատիկայի մեջ, մանկական, այ հիմա հաճապարում եմ տուն։ Երեխեք բարելայի սոուսը հենց նոր լցրեցի սպագետիի վրա, հիմա մնում եմ մատուցելուց պանիր քերեմ վրա և վերջ շատ համեղ բույր է տարածվել։ Մինչև մաման փոշիներն է մաքրում, Դավուկան ասեց, մամա ուզում եմ քեզ օգնեմ քո այս օրգանայզերը դասավորեմ, ճիշտ այսյան նոր էի դասավորել, բայց որպեսզի ինքը զբաղվի, ասեցի լավ, նստի դասավորի։ Արտաշեսը սիրելի բաներն է նայում YouTube-ով մի քիչ, որովհետև հեսա քնի ժամա։ Դավա ասեց, մամ շատ շոկ է կլինի, մայկաս հանեմ, ասեցի լավ, մի քիչ հանի այդպես։ Բալես արդեն պարկում եք հեսա, ինքն էլ է պարկում, ես դզում ա ու գնանք։ Դա вообще-то ինքն է պետք է հագնի, Լողանալը արդեն ուշ այս ուզում եք ես լողացնել, բայց քանի որ ճաշիկ կերար, ասեցի մի քիչ մարսես, այդպես չմցնեմ դուշ, արդեն ուշ է, չեմ ուզում տենց լողանաս ու պարկես, առավոտը կլողանանք, լավ? Որովհետև չգիտեմ, մի քիչ դա վես կարող է մրսես, ամեն դեպքում հլե այդքանը ամառ չի, չան? Չէ, արևես, լավ էլի Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել, ես առավոտից լոգան կընդունեցի, մազերս այսօր վերջապես ֆենեցի, ինչքան անգամ կամ ոչինչ չեմ, կամ խուճուճացնում էի, ասեցի ձեզ մի հատ էս նվերիկը փոքրիկ ցույց տամ, ուզիք ինչ սիրուն տոպրակա, ես շատ եմ հավանել, նայք, երեխային վերցրել եմ Չիկոից այսպիսի սաներ, քանի որ աղջիկ երեխա լինելու, քանի որ
հագուստ, մագուստ ես վախենում եմ վերցնեմ, դա շատ ինդիվիդուալ է, մաման իր ճաշակով, հա, բայց այս այնպեսի նեյտրալ բան է, որ կարելի է ընկերուս համար վերցրել եմ այսպեսի նաբոր, բաղկացած դեմք լվալու փրփուրից, լասյոնից, ինքը շատ լավ ֆիրմա է։ Եվ վերցրել եմ քաղցրավենիք, եկեք էլ չհանեմ երեխեք չեմ, որովհետև շատ սիրուն եմ հարմարացրել, չեմ ուզում խախտեմ։ Մի խոսքով, հիմա տաքսին կկանչեմ ու կգնամ Դավիթաշեն։ Այսօր Խորենը Սուսիկենց հետ երեխեքին ուզում են տանեն բան մոնումենտ, ոչ թե ուզում են տանեն, այլ ուզում էինք տանել շատ վաղուց, բայց այսօր է ստացվել։ Ես երևի թե ընկերուս տնից մի անգամից կգնամ այնտեղ, երևի այդպես կանենք։ Այնուամենայնիվ այս հանդիպումը ես շատ վաղուց էի պլանավորել, այնպես որ այսօր չէի կարող փոփոխել, վերջապես ստացվեց, քանի որ մենք մի կուրս ընկերուհի էլ ունենք, ով էջմիածնում է ապրում, ուզում էինք, որ երեքով հավաքվենք, բայց անդադ չէր ստացվում, դա համար այսպես ստացվեց, որ ես ու ինքը առանձին կհանդիպենք, հետո մեկ այլ առիթով միասին էլ կհանդիպենք, քանի որ արդեն շատ էլ ձգձգվում էլի մեր հանդիպումը։ Մի խոսքով, տաքսին կանչում եմ ու գնում եմ, հուսամ չեմ մոլորվի, մի փոքր նանը բացատրեց տանտեղը, ասեց երկու հատ նորակառույց կա, մուքսերի բալկոնը։ Փորձեմ այդ սաղ մտքումս պայն, որ ասեց տաքսին ավելի վերև չտանի, էլի քեզ հանկարծ։ Ես արդեն մեր բակում եմ երեխեք ջան, տաքսին կանչել եմ, մի րոպեից էստեղ է լինում, եղանակը շատ լավն է, ինչ եմ ասում շատ լավն է, հիմա կասեք ամառը պիտի լավը լինի, բայց չէ, օրեր է լինում, այս ժամին արդեն անպամած է լինում, դաժե անձրև է գցում, հիմա բնակ կլիմայական պայմաններ շատ են փոխվել։ Երեխեք ջան, ես եկա հասա, չնայած տաքսիստը ինձ տանում էր եսին որտեղ, մեկ է սենց, վայ, հասցեն չեմ նայել, այս Yandex-ը սխալ մխալ է, մտքումս ուզում եմ ասել ինձ ես հարիֆի տեղ տրել, պապի ջան, ոբշեմ, սխալ մխալ տարա, մեկ էլ տեսնեմ նանստեղից հագնում է սուր գնացիք խորիկը ընդեղից, դե իրաց ուղարկել է, էլի այդ պուճը, ասեցի սպասեք հետ եմ գալիս, մի խոսքով եկա, առաջի անգամ եմ ես տանը, ընկերուհուս եւ իր ամուսնու համատեղ բնականում, ահավոր սիրունիկ, սենց լուսավոր, պատկերացեք, որ տեսաս, ես մի անգամից ցանկություն առաջացավ իմ ապագա տունը մոտավորապես այսպիսին լինի, այդքան սիրունիկ էր, մի խոսքով, եւ իհարկե իմ անող դնողը սեղանն է պատրաստել, նախապես ճշտել է ինչ եմ սիրում, ինչ եմ գնանք միասին հաց ուտենք։ Սա էլ մեր տոնական սեղանն է երեխեք ջան, ամբողջությամբ բաղկացած նրանից, ինչ Աննան բան արել, այսպես ասած, ախորժակս տվել է ընկերուհիս քեբաբա բերել, ասում ես միայն քո համար ես քեբաբ չեմ ուտում, ասում եմ քո կարծիքով ես դիետայի վրա երկու հատ քեբաբ պետք է ուտեմ, շատ լավ կարծիք ունի մասին, բայց ինչևէ։ Մի խոսքով, մեզ բարի ախորժակ։ Մենք հասանք դիսերտի սեղանին, պահի տակ էն ահա ուզում էի թուլություն ցույց տայի եւ պաղպաղակ ուտեի, բայց ասեցի չէ։ Աննա դու կարող ես այստեղ մրգեր կան, փորձի քեզ մրգերով շեղել, այո, ես դա կանեմ։ Էդ է էլի ուզում ասեի ձեզ եւ հերոստացույց ենք նայ։ Արդեն հասել եմ մոնումենտ, ոսին ճարեղա։ Այդ տղան շփոթվեց, թեքվեց, ասեցի ոչինչ, այս մասից էլ կարծեմ տեղ կա դուրս գալու, ես այդ մասով դուրս կգամ։ Հիմա լճի մոտակայքում եմ, այն որ Արմինե իվենթը հենց տեղ ենք անարել այս ռեստորանում։ Так что տարածքը գիտեմ, հեսա լճի հատվածն է։ Հիմա գնամ փորձեմ գտնեմ մերոնց։ Հավես եղանակա։ Սենց ձեզ ցույց տամ, որ դուք էլ տեսնեք։ Ինչ հավես է։ Հուսամ կամերան շատ կեղտոտ չի էդ ապակին ու նորմալ տեսնում եք։ Ինձ հետաքրքիր է շատ խորն է, իսկ թե չէ։ Մի անգամ նստել եմ այ նավակ խորիկի հետ, բայց հիմա չեմ կարող ժողովուրդ, հիմա շատ ավելի վախկոտ եմ դարձել։ Արդեն հասցրել են ինչ-որ կարուսելն ստեն, խորիկը մի երկու վիդեո այդպես ինձ ուղարկեց, ասում եմ խոր չես կարան լայն էկրան նկարես, որ վլոգումս էլ տեղադրեմ, բայց չէր նկարել արդեն։ Հիմա գնամ փորձեմ երկու բան նկարեմ, հասցնեմ ձեզ համար, որտեվ գիտեմ, որ սիրում եք մեր ժամանցի մասնակիցը դառնալ։ Այստեղ է դինո պարկն է, հենա։ Հենց նոր տեսավ, հաստոյն այս հատվածում այնց էլ հետաքրքրում էր, որ մասում է տեսնես։ Մի օր կարելի է բերել երեխեքին, չգիտեմ, այսօր էլ կարող է մտնենք, մի հատ տեսնեմ իրանք բաբշե ցանկություն ունեն, չունեն, հետո ձեներ են գալիս նախամարդային։ Այս մեծ կալիսը նայում եմ, մեկ ասում եմ, կարա ինչ նստեիր Աննա, հետո զգում եմ, որ չէ, հիմա ես պատրաստ չեմ նման, խորիկի նկարագրածով իրանք ես հատվածներում եմ, բայց չոտը ես մերոնց չեմ տեսնում, այստեղ նոր բաներ կան իրականում, ինչ-որ
Մի րոպե, ուր են մերոնք։ Ես գտա մերոնց։ Իրանք ինձ դեռ չեն տեսել, բայց ես իրանց տեսել եմ։ Բարի։ Ոնց եք։ Իրանց ցանկությամբ նստում են էս։ Մենք գնացինք ձեզ դրսից կհետևենք, օքեյ։ Դավադա։ Լսի վախենում ա դավս են ձգվել ա։ Լսի նայ, վախենում ա զգվել։ Բայց բռնել է։ Հա, ուտեմ կես։ Ես բանից ա կտավոր, մեն անգամ բատիկ։ Այս հատվածում ավելի մեծերի են, իհարկե դա որոշեց, որ ինքը կյանքս հեսա հերթով բան կանեք։ Մամա գնացիք մեծերի ավտոդրոմ։ Արի։ Պիտանը չի ասի։ Հեսա կգնանք, հա, հեսա կգնանք։ Ջան, խորիկը ուր գնաց։ Մեծերի ավտոդրոմ ասեց պիտանը չի ասի, կասնի։ Վիճակ, չի լինում, հələ սեֆ մի կարող ա լինի, խոր պուզիրներ չի լինում։ Մտածում էր, թե պուզիրներ ա լինելու։ Երևի չի լինում, բալես, ինչ անեմ։ Դավը փոքրուց սիրում էր այս խաղը։ Էսա դուրս կգա, Դավ, սպասի։ Սպասի, ստենց։ Ահա։ Կգցեմ դու կանես, լավ։ Ադուշի սատկացնում ա։ Տատիկի ձերը բռնած գնում ա։ Զիրկալն է կոմնետը կգնանք, բայց մեր կուատ կարուսել չնստեք, նոր զիրկալն է կոմնետը գնանք։ Հլը տեսնենք այս հատվածում ինչ կա տղես, Արտաշեսը չի կաղում համակերպի, որ ավտոդրոմը ասել են փոքր ես, չի կարելի։ Հա, խելոք նստում եք։ Դրանը ձերք չենք տալիս։ Всё, դե խելոք մնացեք, համ վախենում ա, համ իրան ձիքավ։ Հավեսա։ Էսա հետո մյուսն եք նստել։ Դավ Արտաշես խոսացրու իրան, հա դումիկ։ Դավուլ։ Պրիվետ։ Օ դիմադրում ա։ Կնստեն։ Հա, եկանք ձմերուկներին հասանք։ Այ ուտեմ ձեզ։ Խոջան դու վճարի։ Ես նայելուց եմ դաժեմ։ Հա, ռազբոյնիկա, բա ինչա։ Հա, ասում այդ դետսկի ա։ Ուտեմ ձեզ։ Դավես, բռնվի կողքերից։ Սուսիկը Արտաշեսի հետ, ես Դավի հետ նստել ենք կարապները։ Բարև Արտաշես։ Դավես, դե դու արի մոտ։ Հա, բարևում ա ձեզ։ Իմ հետևորդ երեխեքն են, բարևում ա։ Խորիկը, Դավը, Արտաշեսը նստեցին այս գնացքը Արտաշեսը առջևում, Խորիկը ասեց վախում եմ Դավին մենակ թողեմ, որտև են հատվածում աբրիվ կա, էլի բարձր հատված կա։ Գնացին։ Իքը հետևորդներ եմ հանդիպում, նկարվում ենք։ Դավս չէ, սանք նույն տիպի են, սաղ, ինչքանով է հավես անընդհատ նույն բանը։ Կստացի, ես տեղից առած չկա, չէ, ես ջուրը, սուսիկ։ Ոնց թե, չէ, դա մանկական երկաթուղում էին նստում, հա։ Ես նոր եմ տեսնում, էլ ենք գրիվոյ զերխլանները։ Հələ մոտիկ գնա դա, օ-օ, թարցես կեզ դե։ Հավես, հա։ Սիրտը սկսում է խառնել լսեք ես հայլիներից։
Մի արա, դավես, առանց ձերքտան։ Հա, հələ եկեք գնանք ես սրանք տեսնենք։ Ստեղ։ Բա այս ախոր երազանքներիդ կինն է, Մարինայի։ Արինայի ինչ եղի, հրաչ ջան, հələ ինքո մեկ մի հատ ամուսինը սիրահարվի։ Ասա։ Անտիր։ Ասա։ Այնած զգացեք ինչ բարակ երկար ձեռքեր ունեմ։ Ինչպիսի մարմին։ Մի հարակայ։ Մենք էլ ենք դուրս գալիս։ Արտաշեսի համար հաճույք է, իսկ իմ գլուխը պտտվեց արդեն։ Ճիշտն ասած։ Դա ասում կարամ ես փողը տամ։ Այն որ ասում մայա լուբիմը իդա վադա, հիմա իմն է։ Ես մենակ ջուր եմ կարում ուտեմ այս դիետայի հետ։ Շնորհակալ եմ սիրելիս։ Ինչ է սառնա, ինչ սառը չի կարելի։ Ну, ես չեմ խոհում, կոկորդս չցավ այլի։ Հիմա այս հետևի մասով մենք կգնանք, երեխեք ջան։ Կքայլենք, Արտաշեսյան կգա մեզ մուտքի մոտից կվերցնի։ Այնքան հետևորդների հանդիպեցի։ Նկարվեցինք, խոսեցինք։ Տաշեսը այնքան վաղուց էր իր ամենասիրած պաղպաղակն է, բայց ամեն տեղ չի։ Բալ հես աղբար կղքսի, բայց նայ, ահա, իսկ այն տակինը մի հանի, տենց թող, հա, տենց կեր։ Մի հանի, դավո։ Այդ Հայաստանին էլ ասեցի ցույց տամ, մեր հետևորդներին հատկապես ովքեր Հայաստանում չեն, հաստատ կարոտած կլինել։ Ճիշտ ես։ Այո, դու նստել ես տան։ Ճիշտ ես։ Ոնց են դու։ Այս իջն է։ Ես ակիզի շում եմ։ Բալես չէ, ոչ մի ավտոն, պաղպաղակը, ուտում ենք հերիք, ամեն ինչից օգտվել եք, всё։ Ոյ, արդեն ցուրտ է։ Կյանք ուզես քոնն էլ հանենք բաժակից, Դավինը հանել ենք։ Կարաս հանես։ Դիսեղ մեզ կողքերի, տենց չինի։ Թե կնի։ Մալադեց։ Դուր է թափեմ աղբը։ Երեխեքիս հետ բարձրացա տուն, Խորենը գնաց խանութ մի երկու բան վերցնելու, չգիտեմ ինչ ուզը կրտում եմ։ Միշք եմ լվացե սիրտս այնպես էլ միրգ ուզում, երեխեքը պաղպաղակ էին ուտում, Խորենը սոկ էր խմում, քաղցրավենիք բան։ Ես քան որ ամեն ինչից թույլ չէի կարող տալ, մի տեսակ ընկճվում էի։ Խոր։ Եկա։ Դե գնա։ Գնա թող ես իմ միրգուտը, հեսա դես կբերեմ։ Ես եկել եմ լոգասենյակ, որպեսզի մաքրեմ իմ այսօրվա մեյքափը։ Այսօրվա մեյքափը շատ եմ հավանել, բայց արդեն նախ ջնջվել է, երկրորդ երեկո է ու ցանկալի է մաքրել։ Նախ մի հատ եկեք թարմացնեմ իմ բաթին դիսկերը։ Այսօր իմ Խորենի սիրած օրն է, շաբաթ, որովհետև մեր սիրելի ծրագրերը կան, երկու աստղ ենք նայում, մեկ էլ բան ենք նայում։ Դուք ասեք, անունը ասեք, մոռացել եմ։ Երկու աստղը, մեկ էլ հայ սուպեր սթարը, խորես, ինչքան բթեցի, չի փակվում։ Լավ, օքեյ, մի բան կանենք, մի խոսքով։ Դրա համար այստեղ դնեմ, սիրում եմ, որ երեխեքին քնացնում ենք արդեն ու կարող ենք հանգիստ նստել, վայելել մեր հաճելի երեկոն։ Լույսս քանի որ ջարդվել է, չեմ կարող հեռախոսի վրա փակցնեմ, հեռախոսի կողքն եմ դրել, դա համար այսպես գեղարտացել նման, բայց դե sorry։ Մի խոսքով երեխեք ջան։ Կարոտել էի ուղիղ մազերից, գիտեք, այսօր ուղղացրեցի, հասկացա հերթական անգամ, որ ես ինձ ուղիղ մազերով ավելի եմ դուր գալիս, քան խուճուճ մազերով, մի տեսակ մեկ ցանկություն ունենում եմ խուճուճ մազերի, բայց ոչ հաճախ, ինձ ավելի մեծ եմ տարիքով զգում,
խոճուճ մազերով չգիտեմ այդպես է թե չէ, կարող մարդկասի չէ, ուղիղ մազերով ավելի մեծ է երևում, բայց ես այդ իմ ощущենիանն է, որ ուղիղ մազերով ես ավելի երիտասարդ եմ երևում։ Всё, խորեն երեխեք է չիպի դերն են նայում, ինչքան կարանք երեխեքին փորձում ենք լավ մուլտերի հետ էլ ծանոթացնենք, էլ ես զզվելի մուլտերինքից գոնե մի քիչ նորմալ մուլտեր իմանան երեխեքը։ Դրա համար դնում ենք հաճախ, պես հատկապես խորիկը շատ մուլտասեր է, օրինակ ես ավելի դիսնեյսկի մուլտեր եմ սիրում, խորիկը ավելի ռազմապլանովի մուլտեր է սիրում, մինչև հիմա կարա դնի մուլտնային։ Դեռ ես էլ երբեմն դնում եմ օրինակ Beauty and Beast, Красавица и чудовище и так далее։ Բայց մինչև այսօր երեխեքին պարկացնի, քնացնի խորիկը, ես այդ ընթացքում ուզում եմ արագ ես վլոգը մոնտաժեմ ու իմ գանձերի համար տեղադրեմ։ Ոք է ձեր հերթին ակտիվ եղեք, կոմերով երեխեք ջան, լավ բաներ գրեք ինձ, ոգեշնչեք, որ ավելի հաճախ նկարեք, մեր անես լցվեց, մի խոսքով պակա բոլորից։